Ուրեմն շնորհակալություն բոլորին, որ եկել եք։ Այստեղ այդպիսի տրադիցիա կա, ամեն ամիս մի բառ է ընտրվում եւ ես ընտրեցի այդ կոմպետենսիա բառը, քանի որ միտքը Իսպանիայից է գալի, ինքը իսպաներեն կոմպետենսիա էր։ Իսպաներեն կոմպետենսիան դա նույն ոնց որ անգլերեն competence կամ ռուսերեն competenция այդ բառն է եւ հայերեն այդքան տենց միանշանակ թարգմանություն ոնց որ չունի, այս հետեւյալ բառերի մեջից, ուրեմն իմ կարծիքով ամենամոտը այդ կարողունակությունն է, այսինքն եթե այս բառերի բազմազանությունից ազատվենք, դա ուղղակի այդ կարողությունն է մարդու ինչ-որ մի գործը անել լավ, մասնագիտորեն, շնորհիվ իր, ասենք, ունեցած գիտելիքների, փորձի, պրակտիկայի եւ տարբեր սխալների, որ արդեն արվել են եւ դրա վրա սովորվել է, եւ դե գիտենք կան տարբեր մասնագիտություններ, որոնց մեջ կոմպետենցիան ուղղակի կյանքի մահվան հարց է, օրինակ դե չգիտեմ, խիրուրգը կամ ճարտարապետ եւ կոնստրուկտորը, եթե մի բան սխալ անեն, կքանդվի կամ օդաչուն եւ կան ուրիշ դոմեյններ, որտեղ օրինակ հետաքրքիր է, իսկ արվեստի մեջ, էլի, ինչ է այդ կոմպետենցիան իրանից ներկայացնում ու կա թե չէ, եւ արդյոք դա պետք է թե չէ։ Այդ հարցը ուզում եմ հետազոտենք այսօր մի քիչ, օրինակ դուք կարող եք լավ տիրապետել նկարին, ջիսունկին, կոմպոզիցիային, պերսպեկտիվային, հեռանկար, հա, այդ գույների տեսությունը, այդ մի ամբողջ տեսությունն է, անատոմիան եւ այդ ամբողջը այդպես sense լավ իմանաք, բայց այդտեղ առաջանում է երկու հարց։ Արդյոք դա մեզ սարքում է շատ լավ նկարիչ։ Եվ, չգիտեմ, իմ կարծիքով այս հարցի պատասխանը չէ է։ Եվ երկրորդ հարցը, արդյոք մենք այդ ամեն ինչը առանց ունենալու չենք կարող նկարել։ Եվ ուզում եմ ձեզ հարցնել, այստեղ ով գիտի նկարել։ Ձեռ բարձրացրեք, խնդրում եմ։ Մի հոգի ընդամենը, այ տեսեք։ Իսկ ով գիտի երգել։ Երկու, լավ, ով գիտի պարել։ Ահա, տեսեք ինչ լավ։ Իսկ ով գիտի խոսել։ Տեսեք, խոսել բոլորս գիտենք, բայց ես վստահ եմ, որ երգել ու պարել էլ, չնայած դուք ասում եք չէ, բայց ասենք երևի ցնցուղի տակ կամ, չգիտեմ, երբ որ քթի տակ բոլորս երգում ենք կամ պարում ենք ինչ-որ հարսանիքներում դիսկոտեկան ու ոչ ոք չի համարում, որ պետքա շատ կոմպետենտ լինել, չէ, դրա համար, հատկապես խոսալը ոչ ոք չի ասում, ես ինչ-որ խոսնակ չեմ, ես իմ տենց բան դրված բան չունեմ, դրա համար всё, չեմ խոսում, բոլորս խոսում ենք եւ իմ կարծիքով այդ նկարելը, ես չեմ հասկանում, ինչի երբ դարավ, նենց որ դու պետք է անպայման կոմպետենտ լինես, որպեսզի նկարես։ Չէ, որ ասենք մենք ինչքան որ մեզ հիշում ենք մարդկությունը, միշտ նկարել ենք ու նույնիսկ ես ենթադրում եմ, որ ավելի շուտ ենք սկսել նկարել, քան թե խոսել նույնիսկ։ Եվ դա ինչ-որ հաղորդակցության միջոց էր։ Եվ հիմա այդ հարցերի շուրջը մի քիչ կմտածենք, հա։ Օրինակ, այս նկարը ձեզ դուր է գալիս։ Ինչ է կարծում, այս նկարը նկարել եմ ինչ-որ երեխա 5-6 տարեկան, թե նկարել է ինչ-որ հայտնի նկարիչ, որը վաճառվել է Սոթբիսում մի 6.5 միլիոնով։ Եկեք առաջի տարբերակի կողմնակիցները ձեր բարձրացրեք, երեխա է նկարել, իսկ երկրորդը, որ նկարիչա, որ սենց վաճառվել է միլիոններով, բան, Հիմա ճիշտ պատասխանը, պատահական երեխա, որին ես մետրոյում եմ տեսել, ուղղակի ես նկարը հավանեցի, մոտեցա, ասի, այս ինչ հրաշք է։ Լավ, իսկ եթե այդ կոմպետենցիան, հա, նկարելու արվեստի մեջ այդքան տենց շատ լավ զիլ բան է, սենց մի հատ հարց, ինչի այդքան հրաշալի ու հայտնի նկարիչներ, այդքան երկար ժամանակ նկարել սովորելուց հետո ամեն ինչ անում է, սենց վիզ են դնում, որ դա մոռանան։ Օրինակ, սենց ձեզ օրինակներ բերեմ, մեր սիրելի Մատիսը ջայլ ժամանակ սենց բաներ է նկարել, բավականին ռեալիստիկ, նման նկար, մեկ էլ հոպ,
Բայց ասենք, էս ինչա։ Ծուռը նստենք դուզը խոսանք էլի, ով չի կարա սենց ինչ-որ ծուռ-մուռ նկարել։ Կամ ասենք, էս մեր Ժան Միրոն, նայեք ինչ նման նկարներ ա, սենց մանրակրկիտ բանման ժամանակի ընթացքում, մեկ էլ հոպ, չացավ։ Ու սրանով ինքը հայտնի դարձել։ Կանդինսկին մեր սիրելի, տեսեք, ինչ-որ պեյզաժներ, բան, կլասիկ, մեկ էլ հոպ էլի փչացավ։ Որ մի երեխեն այսենց բաներ փոքր ժամանակ չի նկարել, էլի։ Կամ էս իմ ամենասիրելի Մարկ Ռոթկոն, տեսեք, հստակ երևում է, ինչ-որ մարդիկ են պատզեմկայի մուտքաբանման եւ այլն, մեկ էլ դդամ։ Սենց բաներ։ Էս էլ Փոլ Կլե, չգիտեմ ոնց է կարդացվում, տեսեք ինչ մանրակրկիտ, մեկ էլ էլի, գույների լաքաներ ուղղակի։ Իսկ սա вообще վիշենկա на торте, այս իր ամենառեալիստիկ նկարն է եւ տեսեք ինչքան բաներ ա մարդը գնացել ավարտել եւ այլն եւ հետո ինչ ա նա անում տադամ Սայ Թոմբլի շատ հայտնի նկարիչ է, շատ թանկ, նկարները միլիոններ արժեն եւ սրանք էլ են նույն չափի այդպես կախված այդ ամենահայտնի ցուցահանդես-ցուցասրահներում Հիմա եկեք մի հատ հասկանանք, էլի, հարց, ինչի այս շատ խելացի ու տաղանդավոր մարդիկ, որ այսքան վիզ են դնում այդ ամեն ինչից ազատվել կարողություններից, որպեսզի սենց խզբզեն, ինչի է մեզ դա գրավում, չէ, մեզ շոտիկի այդ բաները, դե, չգիտեմ, սա գուցե ինձ օրինակ հա, բայց շատ մարդ կասի, որ չէ, բայց օրինակ այս բաները abstract շատ մարդկանց են գրում, հենց նենց չի էլի, որ իրանք այդքան գներ են ձեռք բերել։ Եվ դրա պատասխանը, օրինակ ըստիս, տալիս է ինչ-որ տեղ գիտությունը։ Օրինակ այս մարդը շատ հետաքրքիր մի հատ էտոլոգ է, էտոլոգը այդ կենսաբանության այն ճյուղն է, որը ուսումնասիրում է կենդանիների վարվելաձևը։ Շատ ուրախ տեսեք երևում է, ջրիկի մեկն է, ու բանը, ինքը Նոբելյան մրցանակաշահ է, երկար ժամանակ ուսումնասիրում էր ճայերին։ Ուրեմն այս էքսպերիմենտը շատ հետաքրքիր էքսպերիմենտ է։ Ճայերի վերցրել է այդ փոքրիկ ճայիկներին, ճուտիկներին, որ սպասում են իրանց բանի մեջ, գնիզդո, որ գա իրանց մաման ու իրանց բերի այդ բնիկի մեջ, հա, սպասում են սենց։ Ու մաման գալիս է այսպիսի իր այս բերանով, բերում է իրանց այդ ուտելիքը, իրանք որ տեսնում են, ուրախանում են։ Ու ինքը որոշեց չափի այս ճուտիկները, երբ ինչ ռեակցիա են տալի եւ ինչ են տեսնում, որ այդ ռեակցիան տալիս են։ Ուրեմն ինքը վերցրեց սովորական մամայի ժամանակ ռեակցիան չափեց, հետո վերցրեց ինչ-որ տիկնիկ սարքեց այդ ճայի գլխի ձևով փայտի վրա ու մոտեցնում է ու չափում է թե այդ ժամանակ, ասենք որ մենակ գլուխն են տեսնում, էլի, բուտաֆորիա տենց արհեստական մոդել։ Եվ այստեղ ուրեմն ցույց է տալիս իրանց ռեակցիան, սա իսկական մամայի դեպքում, սա ուրեմն մոդելի դեպքում, որը փայտիկի վրա մամայի գլուխն է ուղղակի։ Սա ինքը որոշեց մենակ կտուցը, հլա ասեց բերեք տեսնեմ ինչն է կոնկրետ, եթե մաման չի, ասենք կարող գլուխն է չի, կարող մենակ կտուցն է вообще պետք իրանց տեսնել, որ ուրախանան։ Էլի տենց այդ ռեակցիան տենց մոտարպես նույն չափի էր, բայց ասեց լավ, հələ մի հատ տեսնեմ, իսկ եթե ես ուղղակի գույնը էլի կամ ինչ-որ գունային նմանություն ստեղծեմ, վերցրեց ուրեմն մի հատ փայտիկ սովորական, ներկեց ուղղակի այս գույներով, սենց գծիկներ արեց վրան ու մոտեցրեց, ու մեկ էլ գգմփ, այս ճուտիկները մի ոգևորվել են, սենց սկսել են ավելի իրանց սենց, չգիտեմ ինչ եղավ հետները, ինչ-որ ասում են շատ ոգևորված ռեակցիա, բայց այս ընդամենը սենց փայտիկ էր, որի վրա ուղղակի գծիկներ էին դեղին և կարմիր, вообще նման չի ոչ մամային, ոչ կտուցին։ Ուրեմն անցան տարիներ, հա ինքը այս ամեն ինչը նաև փորձում է ուրիշ կենդանիների վրա և տեսնում է, որ այդ բոլոր կենդանիները փոխանակ ավելի բան ռեակցիա տան իրական օբյեկտի, ավելի ուժեղ և սենց գրգռված ու տենց ոնց որ չափազանցրած ռեակցիա տալիս են, երբ որ
մի քիչ ավելի abstract եւ ուղղակի sense գունային համադրություններ է, ոչ նման իրականին։ Հետո անցնում է 50 տարի, այս տղան այդ Տինբերգենը անունը դնում է սուպերնորմալ ստիմուլներ, այդ ուղեղի վրա այդ ազդակները, որոնք այդքան ուժեղ բան են առաջացնում։ Հետո ուրեմն ժամանակ անցնում է, գալիս է մեր սիրելի AI-ը, արհեստական բանականությունը եւ ուրեմն այս Հարվարդում մի հատ էլ անում են փորձ կապիկների վրա, այս վերջերս։ Այս էլ է շատ հետաքրքիր փորձ, ուրեմն ինչ են անում, այդ դատչիկները արդեն ուղեղի հատ-հատ տենց նեյրոններին են միացնում, ոչ թե FMRT, այլ սենց արդեն ինդիվիդուալ նեյրոններին, ու նայում են ինչ, ասենք, եթե էկրանը ինչ-որ նկար է ցույց տալիս, ինչ ձևով են պատասխանում այդ դատչիկները, ու այդ պատասխանը գնում է այդ AI-ին, ու ըստ դրա AI-ը արդեն գեներացնում է, մի քիչ փոխում է այդ նկարը։ Այսինքն, եթե ցույց է տալի ինչ-որ լաքա, կապույտ ենթադրենք, ոչ մի բան չկա, կանաչ, հետո մեկ է կարմիր լաքա, ու այդ ազդակը ուժեղանում է, գրգռվում է, ինքը այդ կարմիրը ուժեղացնում է եւ շատացնում է, եւ այլն այդ ձևով, այսինքն այդ նկարը փոխվում է, գեներացվում է ըստ նրա, թե ինչ են իրանք զգում։ Ու պարզվում է, որ վերջում ստացվում են ինչ-որ պատկերներ, լրիվ abstract։ Ու իրանք համեմատում են, օրինակ տալիս են այդ կապիկներին ֆոտո, իրանց ընկերոջ կամ իրանց խնամողի, եւ այդ իրանց գեներացրած պատկերները, որոնք մի քիչ նմանություն ունեն, բայց ինչ-որ վառ գույներով լաքաներ են, եւ պարզվում է, որ իրանք շատ ավելի տենց աշխուժ, տենց գրգռված ռեակցիա են տալիս իրանց ուղեղը, այ հենց այդ abstract պատկերների վրա, ոչ թե իրական։ Ու այսինքն եւ այդ Տինբերգենի փորձը կենդանիների վրա եւ այս կապիկների վրա, իսկ մենք գիտենք, որ բոլոր կենդանի օրգանիզմները շատ նմանություններ ունեն եւ մարդիկ էլ են այդպես, փաստորեն ստացվում է, որ այդքան մենք պարտավոր չենք ռեալիստիկ լինել ու հենց ռեալիստիկ պատկեր տեսնել, որպեսզի մեր ուղեղը ինչ-որ sense ոգեշնչվի ու շատ ուրախանա։ Իսկ ես անձամբ ինչ եմ զգացել իմ փորձի վրա, այս սուպերնորմալ ստիմուլների հետ կապված, ես ունեմ իմ փորձը։ Ուրեմն ես գնում եմ մի հատ վերարկու։ Այս գույները ինձ շատ են դուր գալիս, բայց ասում եմ երևի ես գույներ սիրում եմ դրա համար։ Հետո սկսում եմ իրան հագնել, դե Կալիֆոռնիայում էր։ Մեկի սենց էշանում եմ, այս մարդիկ բոլորը, ասենք 90% մարդիկ, սենց այսենց են լինում, ու ամեն 5-րդը ինձ կոմպլիմենտ անում, բայց ոչ թե ինձ, էլի վերարկու են, վայ, ես ինչ սիրում վերարկու, ես ինչ սիրում գույները։ Ասում եմ, լավ, երևի ես Կալիֆոռնիան եմ, արդիկ ստեղ սիրում են կոմպլիմենտներ ան, ես հետ եմ գալի Հայաստան, ու ինչ եմ տեսնում, որ ուրեմն Հայաստանում հայերը, որոնք իրար չեն ժպտում հիմնականում եւ կոմպլիմենտ չեն անում, մեկ էլ սկսում են ասել, վայ, ես ինչ սիրում գույներ, ու բոլորը այսպես աչքերով նայում են։ Հիմա ասածս ինչ է, այս վերարկուի գույները, ինձ թվում է, դա էլ է այդ սուպերնորմալ ստիմուլների շարքից բոլորի վրա, իրանք ինչ-որ ձև, չգիտեմ, գույների համադրությունն է, թե ֆորմաներն է, թե բոլորը իրար հետ, համենայն դեպս սա բնական պատկեր չի, ինչ-որ մեր սովորականի պես, բայց ինչ-որ գեներացված պատկեր է, որը մեզ շատ ուժեղ ռեակցիա է առաջացնում։ Ու ինչ է դուրս գալիս, որ այդ արտիստները, նկարիչները, փաստորեն առանց գիտակցելու ամբողջ կյանք փորձում են գտնել այդ սուպերնորմալ ստիմուլները, այսինքն նկարել ինչ-որ բան, գտնել ինչ-որ, չգիտեմ, գույն, ֆորմա, ռիթմ, որը մեր ուղեղի վրա ինչ-որ գերբնական ձևով, արտակարգ ձևով ազդում է, էլի, ինչ-որ ազդեցություն է թողում, բայց իրանք դրա վրա չեն խորանում, չեն մտածում, ուղղակի դա ոնց որ այդ ուղին տենց է, էլի։ Եվ այս մարդու գիրքը շատ դուրս եկավ, այս Վիլյանուր Ռամաչանդրանը մի հատ ամերիկացի է հնդկական արմատներով, շատ կարևոր բժիշկ է ինքը, նեյրոգիտնական, որը հորինել է ոնց անել, որ այդ ֆանտոմային ցավերը, երբ որ մի բան ամպուտացիա են անում, ֆանտոմային ցավ է մնում, դրանից ազատվել, ու շատ տենց ինքը հիմնական դեր ունի, էլի այդ նեյրո բանի մեջ, գրել է այս գիրքը, որի մեջ ինքը մի եկա գլուխ հատկացրել է նրան, թե ինչ է արվեստը ու ոնց է ազդում ուղեղի վրա ու ինչու,
Ու փաստորեն ըստ իրա էլ ինքն էլ է գալիս այդ բանի, որ ոչ թե որովհետև նման է կամ ինչ-որ բան մեզ հիշացնում է, այլ որտեղ մեր ուղեղը ինչ-որ յուրահատուկ ձևով է աշխատում։ Որոշ գույնային կոմբինացիաներ, համադրություններ, որոշ ռիթմ եւ կոնտրաստ ստիպում են մեր ուղեղը շատ ավելի ինտենսիվ ռեակցիա տալ։ Եվ դրա համար օրինակ Ռոդկոյի այդ գիտեք երևի ամեն կտավը այս կտորը սենց հսկա պատի չափ մի հատ բան է ու կարող է սենց ժամերով կանգնենք նայենք, որովհետև չգիտեմ այդ գույների համադրությունը ինչ որ բան է մեզ անում։ Հիմա ես մի քիչ պատմեմ կոնկրետ իմ ուղու մասին։ Ես էլ փոքրուց սիրել եմ ամեն ինչ նման նկարել։ Այդ Վաշինգտոնի կուրատորս երբ որ ինձ ներկայացնում էր, շատ լավ մարդ էր, ասաց Corinne Dullian's work is unabashedly figurative, այսինքն ոնց որ բացահայտ ֆիգուրատիվ է իր գործերը, այսինքն ինչ որ բան է ցույց տալիս էլի նմանություն, բայց հիմա ոնց որ ես այն process-ի մեջ եմ, որ հենց փորձում եմ էլի ազատվել այդ կոմպետենցիայից, այդ ամեն գիտելիքներից, հիմա ցույց տամ հերթով ոնց ստացվեց, այս ամենափոքր ժամանակվա կարմիր գլխարկի գայլն է, այս փոքր ժամանակվա նկարներս են, հետո կամաց սկսեցի դե սովորել, դպրոցական, սենց մոդելներ, ինչ-որ աղջիկներ, ուզում էի fashion designer դառնալ, հետո ինստիտուտ, որ ընդունվեցի, արդեն ստեղ դե դենց անատոմիա, մարդու կառուցվածք, գրիսունը, ոնց է պետք ջրաներկով նկարել եւ այլն, տենց բաներ, եւ արդեն ավարտելուց հետո սենց ճիշտ ամեն ինչ հեռանկարը տեղը, մարդիկ նման էին ստացվում եւ այլն, մի խոսքով այդ կոմպետենցիան ձեռք բերեցի ու սկսեցի լիքը նման նկարներ նկարել։ Սա էլ երևի պիկն է, էլի այն ամենանմանությամբ, որ սենց շատ հիպերռեալիստիկ շենքեր նկարեցի, դե այս նկարի իմաստը իհարկե մի քիչ ուրիշ է պացիֆիստական, եթե ով որ չի տեղյակ չի, make love not war, բոլորս այդտեղ սիրով են զբաղված, բայց ինքը միևնույնն է, սենց բավականին ռեալիստիկ նկար է։ Ու հետո սենց ոնց որ արդեն սկսեցի ձգտել մի քիչ ավելի դինամիկ, մի քիչ հոսուն բաների եւ մի քիչ դեպի սենց abstract, որը որ լրիվ ռեալիստիկ չի, բայց տեսեք օրինակ ստե ես լրիվ abstract գույներ էի արել, բայց հետո չդիմացավ հոգին պոետի, սենց վրայից սևով այն ինչ որ պետք չէր փակեցի ու դառավ նկար էլի։ Այս էլի տենց դե ձգտում է մի քիչ դեպի abstract, իհարկե երևում է ինչ է, բայց այդտեղ իմաստը գունային համադրություններն են, այս գունային համադրությունները էլի ինձ թվում է սուպեր նորմալ ստիմուլների պես են, որտեղ այս երկու նկարները հիմնականում բոլորի մեջ ինչ-որ ռեակցիա են առաջացնում, ստեղ մի քիչ շատ լույս է, բայց իրականում վառ են իրանք։ Ստեղ ուրեմն փորձել եմ լրիվ ես մոռանալ ամեն ինչ գիտեի ու սենց էլի տրվել այդ մանկական եւ ազատության երբ որ ոչինչ չես հետևում, էլի չստացվեց այս նկարը, այս նկարը դառավ սենց։ Մի խոսքով դա ինչ-որ սենց բան է, դու պայքարում ես էլի ու փորձում ես մոռանալ այն ինչ-որ ամբողջ կյանք սովորել ես, որտեղ ուզում ես սենց այդ ազատությունը վայելել, բայց դժվար է, չի ստացվում։ Այստեղ ստացվել է։ Չգիտեմ, այս նկարը ձեզ դուր է գալիս թե չէ, բայց այստեղ ես լրիվ սենց մոռացել եմ ամեն ինչ, տրվել է ինչ-որ իմ ինտուիցիային ու ոնց որ հետ էի գնացել մանկություն, вообще ոչ մի նպատակ չունեի ինչ-որ բան արտահայտել, ցույց տալ, հեռու, մոտիկ, չգիտեմ ինչ էր։ Ես սա արդեն էլի սենց ոնց որ էլի փորձում եմ ավելի մեծ լաքաներով, ոնց որ այդ մի քիչ մանկությունը վերագնահատելով, չփորձել հետևելով, որ լինի ճիշտ նման եւ շենքերը տենց ճշգրիտ եւ այլն։ Սրանք իմ ամենասիրելի նկարներն են հիմա, այսօրվա դրությամբ, ինչ ես նկարել եմ, ամենասիրածը էսա ու այս վերջինը, որը էլի տենց կիսա abstract, տարբեր լաքաներով, բայց ինձ թվում է էլի ստացվել է ինչ-որ նենց բան ստանալ, էլի փորձում ես շերտերես դնում բանման, միջև մեկ է տեսնում ես հոպ ու ուղեղի մեջ ինչ-որ բան է ճտում, որը ասում է, օ, ինչ կայֆ է, երևի այդ հենց այդ ժամանակա, որ այդ սուպեր նորմալ ստիմուլը աշխատում ու միանում է ու ասում է, էլի եմ ուզում նայեմ սրան թող։
Եվ դրա համար սկսել եմ սենց մանր լիքը բաներ նկարել, իհարկե փորձելով, որ լինի լրիվ abstract, ոչ միշտ դա ստացվում, անունը դրել եմ color cookies, որովհետև իրենք իմ համար ամենահամովն են, որ ես այդ նկարելուց ոնց որ չփորձեմ, ոչ ճիշտ անել, ոչ սիրուն անել, ոչ մի բան, ուղղակի սենց տրվում ես ու փորձում ես մոռանալ, ուզում ես սենց նպատակը սկզբի այնա, որ սենց գեշ թող լինի, թող վատ նկար լինի, ոչինչ, տենց եմ ուզում ու ոչ մի բանին չես հետևում, դրա համար այսենց պուճուրիկ բաների վրա եմ նկարում, որ ափսոս չլինի չացնել, սա մի քիչ ստացվել է տենց լրիվ abstract երևի, սա չէ, ինչ-որ բան երևում է, միշտ այդ ֆիգուրատիվը հաղթում է հլը որ էլի, սենց ուզում է ինչ-որ սարեր, ձորեր, բան, բայց դե էլի մարդկա կարող է ասի, ես տեղ ես եմ տեսնում, են եմ տեսնում, ինքը տենց կոնկրետ չի, էլի։ Գունային համադրությունները շատը, տարբեր, և առակս ինչ կուսուցանի, որ նկարեք ուղղակի, քանի որ այդքան մարդ, այդքան բան սովորելուց փորձում ա վիզ դնել այդ ամեն ինչը մոռանալ, ուրեմն նկարել կարող են բոլորը, պետք չի այդ ամեն ինչը իմանալ, որպեսզի նկարել ու вообще նկարելը պետք է լիներ մեր համար գրելու պես, ինչ-որ արտահայտվելու միջոց ու բոլորս մարդիկ այսքան տանջվել են, որ մոռանան, հենա ով որ համարում է չգիտի նկարել, հենա նստեք նկարեք մի անգամից։ Իսկ այս նկարը ես վերջերս նկարեցի, երբ որ արդեն այդ ամեն ինչը գիտեի, բայց այստեղ ինձ մոտ ստացվել է չհետևել ոչ հեռանկարին, այս մարդիկ շատ ավելի մեծ պետք է լինեին, որտեղ առաջն են, ոչ նմանության ես, ոչ նման չի, ու вообще ոնց որ երեխու նկարած լինի, բայց այս իմ ամենասիրելի նկարներից մեկն է։ Այտենց, շնորհակալություն։